Փարտիրոջ այսօրվա համար, այս ժամերի համար, գիտեք մեզ մոտ վերջի բաժինը աղոթքի բաժինն է, թե առցանց կան գրված մեր քույրեր եղբայրների կողմից խնդրանքներ, կարիքներ, հոգսեր, որոնց համար մենք միաբանվում ենք ամեն չորեքշաբթի այս բաժնում, աղոթում ենք եւ նաեւ ներկաներիս կյանքում է շատերիս կյանքերում կան խնդիրներ, կան կարիքներ, կան բժշկության կարիքներ եւ միասին միաբանվելու ենք, աղոթելու ենք։ Մինչ աղոթքը մեր հայտարարությունները, սիրելի քույրեր, եղբայրներս ամեն կիրակի ժամը 12:00-ին հավաքվում ենք քաղաք Էջմիածնում, Տերյան 900 հասցեում, շաբաթ օրը քաղաք Գյումրիում, Չարենցի 5 Խորենացի 5 հասցեում, էլի ժամը 12:00-ին ամեն շաբաթ օր եւ ամեն չորեքշաբթի քաղաք Երևան 18:30-ին Գուսան Շերամի 88 հասցեում եւ մյուս չորեքշաբթի օրը մեզ մոտ կլինի աղոթքի երկրպագության երեկո հորդորս է որ գաք ներկա գտնվեք միաբանվենք որպես եկեղեցի որպես Քրիստոսի մեկ մարմին մեր Աստծուն երկրպագելու Տիրոջը պաշտելու եւ նաեւ կլինեն անհատական աղոթքներ, ծառայողները կաղոթեն ձեզ համար։ Միաբանվենք, աղոթենք, ուզում եմ կարդալ գրված հոգսերը մհերի առողջության համար։ Ռոզաննան խնդրում է, որ աղոթենք, որ մեր երկրում արթնություն լինի։ Վարդոյին խնդրում է, որ աղոթենք իր ամուսնու Սամվելի եւ իր համար։ Ռիման խնդրում է ծնողների բժշկության եւ ապաշխարության համար։ Լիդիան խնդրում է ամուսնու մտքի բժշկության եւ ապաշխարության համար։ Ռոզաննան խնդրում է, որ Աստծո խոսքը աղոթենք, որ Տիրոջ խոսքը հասնի ամեն մի հայի։ Խնդրանք կա, որ աղոթենք Թերմինեի հոգևոր ընթացքի եւ ընտանիքի անդամների համար։ Շատ լավ մենք կմիաբանվենք, աղոթենք այս հոգսերի համար, այս անունների համար, բայց մինչ աղոթքը մի խոսքով եմ ուզում կիսվել ձեզ հետ։ Ղուկասի ավետարան 18-րդ գլուխ 15-ն ու 16-ը։ Մանուկներին էին նրա մոտ բերում, որպեսզի նրանց դիպչի աշակերտները այդ տեսնելով սաստում էին նրանց։ Բայց Հիսուսը մանուկներին իր մոտ կանչեց ու ասաց. «Թույլ տվեք մանուկներին ինձ մոտ գալ եւ մի արգելեք նրանց, քանի որ Աստծո արքայությունը այդպիսիներինն է»։ Եվ 17-ը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծո արքայությունը ինչպես մի մանուկ չընդունի, նա այնտեղ չի մտնի»։ Սա Տեր Հիսուսի խոսքերն են, սիրելի քույրերս, եղբայրներս եւ Փարտիրոջը մեր երեխաների համար, մեր զավակների համար, որ շատ անգամ Տերը նաեւ մեր երեխաների միջոցով խոսում է մեր սրտին։ Երեք ծառայությունից հետո տուն մտա արդեն երեկոյան ուշ ժամ էր, տղաս 3 տարեկան է։ Հարցրեց. «Պապա, որտեղից ես գալիս»։ Ասեցի. «Խմբակից»։ Մի փոքր մտածեց, ասեց. «Պապա, խմբակը կծում է»։ Ասեցի. «Չէ, տղաս, խմբակը չի կծում»։ Հասկացա, որ չի պատկերացնում, թե ինչ եմ ասում, եւ բացատրեցի իրեն, որ խմբակը հոր եղբայրներով հավաքվում ենք եւ Տեր Հիսուսի մասին ենք խոսում։ Դե 3 տարեկան երեխա հասկացա, որ էլի չպատկերացրեց, ինչ ասեցի։ Ասեց. «Պապա, մյուս անգամ որ գնաս, ինձ էլ քո հետ կտանես»։ Ասեցի. «Հա, կտանեմ»։ Ու իրականում սիրտս ուրախացավ այն փաստից, որ երեխան չգիտի դու ուր ես գնում։
Երեխան չգիտի դու ինչի համար ես գնում, բայց ուզում է իր հոր հետ լինի։ Եվ գիտեք, մեր հայրն էլ ուզում է, որ այս վերաբերմունքը մենք ունենանք։ Իզուր չէր այս խոսքերը, որ կարդացի, որ Տեր Հիսուսն ասում է, եթե ես մանուկների պես չընդունեք, երկնքի արքայություն չեք մտնի։ Մենք այդ մանկական սիրտը պիտի ունենանք, որ Հայր ինձ չի հետաքրքրում, թե ես որտեղ կլինեմ։ Հայր ինձ չի հետաքրքրում, ես ինչի մեջով կանցնեմ։ Ես կլինեմ ուրախության մեջ, թե կլինեմ տխրության մեջ։ Ես մի բան եմ ուզում քեզ հետ լինել։ Ես ուզում եմ քեզ հետ վայելել կյանքս։ Ես չեմ ուզում քեզանից հեռու լինել։ Խնդրում եմ, որտեղ որ դու ես, ես էլ այդտեղ լինեմ։ Տեր Հիսուսը սա էր խնդրում, որ Հայր, որտեղ ես եմ, իրենք էլ այստեղ լինեն։ Իրենք էլ ինձ հետ լինեն։ Մենք քո մեջ լինենք, դու էլ մեր մեջ լինես։ Չլինենք իրարից հեռացած, չլինենք օտարացած։ Եվ այսօր ես եւ դու, սիրելի քույրս, եղբայրս, այո, մեր սրտի սիրո արտահայտումը բերենք մեր հոր առաջ, որ ասենք Հայր, որտեղ դու ես, այնտեղ ես էլ եմ ուզում լինել։ Միգուցե իմ մոտ հարցեր կան, ես չեմ հասկանում, խի եմ այս ամենի մեջով հանցնում։ Միգուցե ես չեմ պատկերացնում, թե դու ինչ ես պատրաստել ինձ համար։ Ես չգիտեմ, խի եմ այս դժվարություններով անցնում, բայց մի բան հստակ գիտեմ, որ որտեղ որ դու ես, ես էլ եմ ուզում այնտեղ լինել։ Որտեղ որ դու ես, ես էլ եմ ուզում քեզ հետ լինել։ Եվ այո, Հայրը փափագում է ամեն իր զավակին, ամեն իր մի կորած զավակին գտնելուն, վերադարձնելուն եւ ամենաթանկը տվեց ինձ ու քեզ համար։ Իր միածին որդուն տվեց, որ մենք վերադարձի հնարավորություն ունենանք։ Մենք հաշտվելու հնարավորություն ունենանք։ Եվ ինչպես Պողոսն էր ասում, խնդրում եմ, հաշտվեք ձեր հոր հետ։ Եթե այսօր ինչ որ մի իրավիճակ է եկել կյանքումդ, որ հաշտությունդ կորցրել ես հորդ հետ։ Այսօր սիրտդ բեր, անձդ բեր հոր առաջ, ասա Հայր, ես հեռացել էի քեզանից, ես օտարացել էի քեզանից, բայց այսօր ուզում եմ իմ հարաբերությունը շտկել քեզ հետ, որ որտեղ որ դու ես, ես էլ այդտեղ լինեմ, որ չլինեմ հեռացած, չլինեմ օտարացած։ Եվ այնտեղ, որտեղ Հայրն է, այնտեղ խաղաղություն կա։ Այնտեղ, որտեղ Հայրն է, այնտեղ բժշկություն կա։ Այնտեղ, որտեղ Հայրն է, դու այնտեղ կգտնես քո հարցերի պատասխանը։ Տիրոջ գրկում առած սեր կա քո համար։ Արի հորը, արի իր առաջ ապաշխարությամբ։ Եվ Հայրը կօգնի։ Հայրը թույլ կտա, որ այն ինչ որ իրանից չի, հեռանա քո կյանքից։ Հայր, շնորհակալ ենք Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք Տեր ամեն բանի համար, Տեր, դու մեր Հայրն ես, մեր Աստվածն ես։ Դու մեզ արարեցիր, դու մեզ ստեղծեցիր, Տեր իմ Աստված։ Այո, Տեր, դու մեզ կյանք տվեցիր։ Եվ բանականություն տվեցիր, սիրտ տվեցիր, Տեր, որ մեր ազատ կամքով, Տեր իմ Աստված, գանք քո առջևդ եւ ասենք, որ սիրում ենք քեզ, Հայր։ Մեր սիրո խոսքն ենք բերում քո առջևդ, Տեր։ Մեր երկրպագությունն ենք բերում քո առջևդ, Տեր իմ Աստված։ Եվ խնդրում եմ յուրաքանչյուր քրոջս համար, յուրաքանչյուր եղբորս համար, Տեր, յուրաքանչյուր մեկի համար, որ կորցրել է այդ հարաբերությունը իր հոր հետ, կորցրել է այդ հարաբերությունը քո հետ, Տեր։ Խնդրում եմ ներես յուրաքանչյուրին, Տեր։ Թող յուրաքանչյուր մեկ ապաշխարությամբ գա քո առջևդ, Տեր, ու դու հավատարիմ ես, ներում ես ամեն քո մոտ եկողին, Տեր իմ Աստված, մաքրում ես ամեն քո մոտ եկողին, Տեր իմ Աստված, հանում ես այն կեղտոտ հանդերձները եւ նոր պատմուճան ես հագցնում, Տեր, նոր կյանք ես տալիս, նոր կյանքի հնարավորություն ես տալիս, նոր կետից ապրելու սկիզբ ես տալիս, Տեր իմ Աստված, բայց քո հետ, միայն քո հետ, Հայր, որովհետև քո մեջ կա խաղաղություն, որովհետև քո մեջ կա բժշկություն, քո Սուրբ Հոգուդ մեջ է մեր հարցերի պատասխանները, Տեր, դու առաջնորդում ես, Տեր, դու բարձրացնում ես, Տեր, անկածին ընկած չես թողնում, Տեր,
կույրին կույր չես թողնում իմ Աստված։ Խնդրում եմ այստեղ գրված հոգսերի համար Տեր իմ Աստված, այս անունների համար Տեր, դու գիտես յուրաքանչյուրի կյանքը Տեր, դու գիտես յուրաքանչյուրի խնդիրները, դու գիտես յուրաքանչյուրի պրոբլեմները Տեր իմ Աստված։ Տեր, խնդրում ենք, որ քո աստվածային կամքովդ Տեր, ամեն մեկին 10 պատասխան Տեր։ Դու Տերն ես Տերերի, Թագավորն ես թագավորների եւ տիրում ես ամեն իրավիճակի վրա եւ քեզ համար անհնարին ոչինչ չկա Տեր։ Խնդրում ենք բժշկության համար Տեր, որ ողորմությունը տանես, բժշկությունը տանես Տեր, որ ամեն քո անունը կանչողը Տեր իմ Աստված բժշկություն գտնի Տեր իմ Աստված։ Այո, քո անվան մեջ զորություն կա, քո անվան մեջ ազատագրություն կա մեր Տեր, մեր Հիսուս։ Խնդրում ենք քեզ, աղոթում ենք քեզ Տեր, որ ողորմությունը տանես Տեր իմ Աստված, որ ամեն քո անուն կանչողը Տեր ազատ լինի, որ ճանաչենք իրապես քեզ եւ այդ ճանաչողությունը Տեր, այդ ճշմարտությունը Տեր Հիսուս, որ դու ես, ազատ անի Տեր, ամեն կապանք, ամեն կախվածություն, ամեն հիվանդություն, թող Հիսուսի անունով բժշկված լինի, թող Հիսուսի անունով մաքրված լինի, քո անվան մեջ կա զորություն, քո անվան մեջ կա ազատագրություն եւ քո անունն են կանչում մեր Տեր Հիսուս։ Դու մեր հույսն ես, դու մեր Աստվածն ես։ Եվ ողջ փառքն են քեզ բարձրացնում, որովհետեւ միակն ես, որ արժան ես այդ փառքն ընդունելուն։ Հայր որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։